Դուրս, բարև, վարչապետ Փաշինյանի ու Միրգ Բանջարեղեն վաճառող Արտաշատցու այս կտրուկ ու կարճ երկխոսությունը 2 օր է քննարկման թեմա է։ Դուրս։ Չէ։ Նախ տեղեկություններ տարածվեցին, թե վարչապետին դուրս հրավիրողի ուղղությամբ ճնշումներ են սկսվել։ Մենք ձեր նման չենք, ժողովրդավար ենք, շտապեցին արձագանքել իշխանականները։ Զուգահեռ սոցցանցային հարթակում մեկնաբանություններ էին ծավալվում, թե վարչապետին մերժածը արցախցի է։ Այսօր Արտաշատում Միրգ Բանջարեղենի փոքրիկ այդ կրպակը բաց էր, ճիշտ է, առանց հաճախորդների։ Արցախցի չեմ, վեդիից եմ ասաց Գևոր կանունով տղամարդը, որ հենց դուռը փակողն էր։ Մեկնաբանությունից հրաժարվեց, միայն ասաց, իր քայլով քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել եւ որևէ ճնշում իր նկատմամբ չկա, դեռ չկա, ասաց։ Քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանին այսօր լրագրողները հարցրել են այս միջադեպի մասին։ Ստուգողները կրպակ կգնան։ Եթե հանկարծ նույնիսկ պլանային նման ստուգում բան արածա, ես կոչ եմ անում չանել այդ ստուգում։ Մտնենք գրասենյակ, թե քայլենք էլի։ Հանգստյան օրերին ԿՊԱ-ականները ներկուսակցական քարոզարշավի էին մի քանի մարզերում, առատ ողջույններ, ելումուտ մեծ ու փոքր խանութներ, սելֆիներ ու հնդացս անակնկալ դրվագներ։ Բարև ձեզ։ Ո՞վ եք։ Ես եմ, մարդ եմ, բարև եք։ Փաշինյանը հայ ազգի փրկիչն է։ Նա ինչ որ անում է, համաշխարհային բաներ անում։ Փառք Փաշինյանին։ Գեցե Փաշինյանը։ Վարչապետի բարևը մերժած մրգավաճառի հետ նույն տարածքում է աշխատում կոշկակար Հայկաս Հակոբյանը։ Կասկած չունի առաջնորդի ոսկե արձանը չի ուշանա։ Ինչ է արել։ Օրինակ հիմնը, որ պիտի երգեն, թոշակների բարձրացումը։ Ինչ տպավորություն ստացան իշխանականների այցից, արտաշատցիներից շատերը լայվով են հետևել իրենց քաղաքում կատարվողին։ Պրատիվնի մարդ է ինքը։ Ինչու տիկինը չսպասեց եւ այդպիսիք շատ կային։ Մեծ կարծիք չունեք նրա հանդեպ։ Չունեք էլի, անգրագետ մարդիկ եք, ինչ կարծիք։ Չեմ կարող ասում, կարծիք չունեմ։ Չէ, Նիկոլի համար չեմ էլ ուզում հետևեմ, ցավը տանեմ։ Որովհետեւ Նիկոլի հետ կախված չեմ ուզում հետևեմ, всё։ Շատերին էլ անսահման դուր է եկել վարչապետի ու թիմակիցների անմիջականությունը։ Նազելի Մարկոսյանը պատմում է, ընդամենը մի հատ ձայնեց հեռվից, Փաշինյանն ինքը մոտեցավ։ Ես ուղղակի բարևեցի հեռվից, ինքը լսեց, որ ես իրան բարևում եմ, առաջացավ, մոտեցավ։ Ես ուրիշ բան չունեմ ասելու, ին վարչապետը Փաշինյանն է։ Ջեր մեր շատ ժողովրդի հետ, բարևում մեր, հարցնում մեր ոնց եք, ոչ չեք, ամեն ինչն էլ հավանել եմ։ Ես իրան շատ հավանում եմ։ Ճիշտ է, սխալները ունի, բայց սխալները ուղղում է։ Շատ մեծ առավելություն եմ ստացել, շատ շնորհակալ եմ։ Բժշկություն անվճար, թոշակները բարձրացրել է։ Դրական տպավորություններ, ուրիշ ոչինչ։ Կարկանդակ ուտող բարձրաստիճաններ ավտոբուսում, այս տեսարանն էլ ուղիղ նշանակետին է դիպել, ըստ տիկին Արևիկի։ Ինքը երևի ուզում է դրանով ապացուցի, որ ես ձեզանից մեկն եմ, միգուցե, իմ կարծիքով։